Փաշինյանը նայում եմ բղավում է ի պատասխան ռուսական սանկցիաների, Ռուսաստանի անուն չի տալի, բայց ենթատեքստը դա է, ասում է ոչինչ, շուտով մենք միլիոններ եւ տրիլիոններ ենք ունենալու, մենք այլևս պլեջին կակա ասող պետությունից դառնալու ենք իրական բարեկեցիկ պետություն, գոռում է, ասում եմ, յա, կարող է այս պլեջին կակա ասող պետություն չենք դառնալու, մեկ էլ ուղիղ մի ժամ հետո նայում եմ նույն Նիկոլը, ով ասում էր մենք ունենալու ենք միլիոններ, տրիլիոններ, ասած է այնա, որ Ռուսաստան ինչքան ուզում ես գազը թանկացրա, մենք այլևս պլեջին կակա չենք ասել, ասեմ դե կարող է ճիշտ է ասում, մեկ էլ նայում եմ մի ժամ հետո նույն Նիկոլը, նույն Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ մենք համաշխարհային բանկից վերցնում ենք 177.3 միլիոն եվրո բյուջեի դիֆիցիտը փակելու համար, բա պլեջին կակա էլ չենք ասելու միլիոններ, տրիլիոններ ենք ունենալու, բա նորից վարկ 14 միլիարդի արդեն մոտ վարկ ունենք մեր թորները, թորները ծնվում են ուսերին բերը, բա մենք այլևս միլիոնների, տրիլիոնների երկիր ենք եւ թքած ունենք Ռուսաստանի գազի վրա, բա այս վարկը ինչի ես վերցնում, մի թիվ էլ ներկայացնեմ միջազգային կառույցների տեղեկատվությունն է, այսօր միջազգային կառույցների գնահատականով Հայաստանի բնակչության 18%-ը, այսինքն մոտ 560,000 ՀՀ քաղաքացի ունի տարրական սննդի կարիք, այսինքն գտնվում է անապահովության ճգնաժամային սանդղակում։